Բարեձեզ հարգելի ոստիքներ, բարեձեզ հարգելի Նրանտապանի հյուրն է այսօր աղբողգուվացիական միավորով հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանն ենք, այսօր խոսենք առողջության, կաթի մթերման խնդիրների մասին, մենք խոսենք անասնալով խախանայքի վիճակին կանդրադառնանք, վարկերի եւ այլն վարկերի հարցերի, բնակիչական պայմանների եւ ելի հետո հետագան մեր գյուղատնտեսական խնդիրներ եւ այսպես կաթի մթերման խնդիրները։ Ամենացավոտ հարցում շոշափում այսօր գյուղերում շատ ծանր վիճակ է, մասսայական բողոքներ են ստանում, հատկապես ատելիսի, ճամբարակի, հիմնականում մեկ շուտապոսում եք էքսպերիմենտներ են, որոնք և ունեն անվանասապահության ուղղություն, ինչևից է երեք բան ահազանք ստացանք, որ կազմակերպություններից մեկը 10 դրամով է իջեցրել, ֆերմերները Մարիանան Գերիցյան անունը տվեցին, կարծում եմ, որ հարցը շատ ավելի խորն է, քան այսօր այս տենդենսը, գիտեք, ամառվա ժամանակաշրջանում միշտ մենք ունեցել ենք այս խնդրը գների անկման, որտեղ կաթի արտադրությունը շատ է եւ այլն, բայց օգտվելով առիթից եւ այսօր այս աստիճանի իջացնել, որտեղ երբ որ հայտարարում է 130, հաստատի տեղերում 110 դրամով է ձեռք բերում։ Կարծիք եղավ պետականայրերից մեկից, որ այստեղ գյուղապետերի մեղք է, դա աբսուրդ է, որ խեղճապատակություն է, որևէ գյուղապետ գնագոյացման հետ որևէ կապ չունի եւ որևէ գյուղապետ կարող է մեկ օրինակ լինել, որ ասում են գյուղապետի տղան է այդ գործ բիզնեսով զբաղվում, որ ֆերմերներից գնում է հանձնում է գործարանին։ Չեմ կարծում, որ գործարանները կվստահեն պատահական մարդկանց եւ իրենց աշխատողները չեն զբաղվում դրանով, այսինքն դրանք հստակ աշխատակիցներ ունեն տեղերում կամ մեքենաներն են պտտվում տեղերում եւ այդ մեղադրել գյուղապետերի ինստիտուտին ես անգամ էլ, այսինքն գտնել ռուսի բառն ասեմ կայզել ատմուշիկ է, ուրեմն սա անընդունելի է, կարծում եմ, որ Աքիլեսյան գարշապարը հենց կապված է ոչ թե այսօրվա իրավիճակի, այլ դրսում, արտասահմանում, կաթի, փոշու, շեշտակի գների անկման հետ։ Երբ որ առաջ ռուսական ֆերմերներն հայտարարեցին, որ 2 ռուբլով կաթի գինը, գնման գինը նվազել է։ Էլի կապված կաթի փոշի հետ։ Այստեղ մենք կայքերը ուսումնասիրեցինք, որ 10 կիլոգրամանոց մեկ պարկը Ուկրաինայում այսօր առաջարկում է 45 գրիվին, դա մոտ 2 ԱՄՆ դոլարն է։ Ճիշտ է, մեզ մոտ կայքերում տեղական վաճառողները չեն ունում ինչի առաջարկվել 800 դրամ 1 կիլոգրամը, բայց ուկրաինական կայքերը ցույց են տալիս, որ այդ գինը մոտ 10 անգամ ուռչեցված է։ Կաթի փոշի մասին եմ ասում։ Շատ բարի, կաթի փոշուց հետ։ Եվ բնականաբար այդ կաթի փոշին կարող էր ազդել, որ գնող գործարանները դների մեջ փոփոխություն մտցնեն, որտեղ դա ավելի շահութաբեր է, գիտեք ես որևէ միտում չունեմ Հայաստանում կաթի փոշի ներկրում արգելելու, աստված մի առասել, կաթի փոշի պետք է ներկրվի, նպատակին օգտագործի, բայց երկրորդ աբսուրդը կա այստեղ։ Եվ որ մենք մտնում ենք գնման խանութ, սուպերմարկետները, նշված է անարատ կաթ, կա կազմակերպություններ, որ ինչ-որ տոկոսային հարաբերություն են նշում։ Ով է ստուգում դա, որտեղ է քննարկվել, որ կազմակերպությունն է ստուգել, գործարանների լաբորատորիան է ստուգել, օրինակ մենք մասնագիտորեն նայում ենք, որ համոզված ենք կաթի փոշից է պատրաստված։ Լաբորատորիաների համենայն դեպս պարենի անվտանգություն կա, որ սրանով շատ լուրջ պետք է զբաղվել, եթե կաթի փոշից արտադրված, ուրեմն պետք է լինել այդ կաթը ոչ թե 400 դրամ, այլ 100 դրամ։ Ում է խաբում, երկշահույթերից է գնում։ Չեն մտածում, որ վաղը եթե այս քաղաքականությունը մենք տարա, իսկ այսօր հենց մի ֆերմերը օրինակ բերեն Վարդենիսի, որ արդեն 100 գլուխից 90 գլուխ ունի, որտեղ 10-ը մորթել է, որ անասնակեր գնի եւ աշխատողների վճարի, այսինքն մեկ ամսվա ընթացքում տեսեք 10 գլուխ ով է մորթել։ Եվ արդյունքում կունենանք դա, որ աշտանը կունենանք գլխականակի անկում։ Եվ ես խորհուրդ կտամ այդ պետքավ վերամշակող ընկերությունների ստապի նայել իրավիճակին եւ չզարմանաք, որ աշտանը մեր խանութներում կհայտում է ռուսական եւ բելոռուսական պատկանելիք։ Այսինքն կլինի բարձրակություն եւ ժամանակակից այդ գործարանների կպարվեն։
Չեն դիմանա շուկային, մի օրվա շահույթով չեն կապրում ես մեր երկիրը պանում։ Իսկ եթե մտածում են Թուրքիայում կտանեն գործարաններ կդնեն, պատական բան չեմ ասում։ Դա չարաչար սխալում է, դա էլ իրենց շահույթ։ Այնպես որ թող մտածեն իրենց վավորման մասին։ Այսօր սրանք ասելով գյուղացուն, վաղ իրանք է սնականանում։ Ասեմ մենք երեք դիմել ենք հակամենաշնորային հանձնաժողովը, որտեղ այստեղ միտում են, գյուղացիները միտում են տեսնում են ֆերմերները, որ գնագոյացումը կարծես թե մրցունակություն չի բերում, այսինքն տարբեր գործարաններ տարբեր գներ չեն առաջարկում։ Ինչերից է մեր միայն ֆերմերների անունից դիմել ենք հակամենաշնորային հանձնաժողովը, կարծում եմ, որ հանձնաժողովը մուտք է երեք գրություն է եղել է և հանձնաժողովը համապատասխան հետաքննություն կտանի մարզելու թե ինչպես է գնագոյացումը ձևավորում հանրապետությունը և եթե այստեղ արհեստական միտում կա, կարծում եմ, որ արժանի պատիժ կկրեն։ Եթե գյուղացու չեն ուզում վճարել, միտուցանը կվճարեն։ Պարոն Բերբերյան, այսպես մի հատ մոտենանք հարցին, փաստորեն մեզ մոտ ստացվում է, որ կարգի փոշին մրցակցություն է անարատ կարգի, ո՞ր մրցակցություն։ Գիտեք, ամենը ճիշտը կլիներ և անարատ կարգի արտադրանք կլիներ խանութում, և կարգի փոշում, և գնորդը ինքը ընտրել։ Շատ այլ, մենք այդպես մեխանիզմ, որը ցույց է տալիս իրականում, որն է կարգի փոշին, որն է անարատ կարգի։ Իհարկե, պարենի անվտանգության կազմակերպությունը լաբորատորիաներում է ստեղում կարող ասենք ելը։ Մենք որմսնում ենք խանութ, մենք վստահում ենք մեր վաճառող կազմակերպությանը։ Իհարկե ոչ, վաճառող կազմակերպությունը ստուգումներ չի անցկացնում, ստուգի կոկոսի յուրամեջը թե անարատ։ Շատ այլ, այսինքն այսպես մենք խաբված վիճակում ենք մնում։ Գիտեք ոնց, գիտեք այսպես ասեմ, կարծում եմ, որ պարենի անվտանգության կազմակերպությունը այսօր հրատապ միջոցներ պետք է տեղերի ստուգումներ այ իրականը սա է։ Չի կարելի մի ողջ ժողովուրդ ուղղակի մի քանի գրպանահատների միջոցով որը ժողովրդին է վիճակում։ Եվ այդ կաթի փոշին եկեք ճիշտ ասեմ, դա անսնուտ մի մաս է, որը որ որևէ էֆեկտ չի տալու մեր ազգանունը։ Հրաշալի մաս է, բայց մենք իմանանք ինչ ենք ձեռք բերում եւ արդյունքում յուղայնությունը համաձայն 1% յուղայնություն է, ուկրաինականը 1.3% յուղայնություն է։ Եթե այս խնդիրը բերում է մեր ֆերմերների սննդացմանը, որը հետագայում կբերի կաթի գործարանների թագմանը։ Ասեմ մի մոռացեք, որ վաղը բելոռուսական, ռուսական կատամտիկա պաղպաղակ արդեն կասեմ Ստավրոպոլյան։ Վաղը մի մոռացեք, որ հայտնվել է եւ բելոռուսական, ռուսական։ Եվ դա նորմալ է։ Շատերը կարծում են, որ Եվրոզեսը ուրեմն մի կողմանի ճանապարհ է, որ Հայաստանը ինչ ուզենալիս է, ոչ երկու կողմանի է։ Ինչքան մենք կարող ենք արտանել, այնքան էլ նրանք կարող են ներկայել։ Եվ օգտվելու են այս առիթից։ Շատ բարի, սա մեր առաջին խնդիրներ, լրագրողներ, հարցեր, եթե չունենք ես շարունակել հարցեր տալը։ Սա առաջիններ կաթի փոշի եւ անարատ կաթ, երկրորդը անարատ կաթ տնողները, կաթ մտավորները։ Նրանք գնի հետ, գնի անկում, գնի իջեցում պետք է անեն, թե ոչ։ Արդեն տեղ չունենք, յուղմթերքաններ, ինչ եմ ասում գլխականակի հպակացի, այստեղ անաստակերի հարցը, այստեղ աշխատողների հարցը, կացորոիդերի վճարման հարցն է, և այս ծախսերը բերելուց հետո դառնում է արդեն անշահույթաբեր։ Եվ ես կարծում եմ, որ այն կաթը, որ այսօր ցածր գները մտերում է, 6 ամիս հետո կդառնա պանիր և իր ազգաբնակցությունը կվաճառելու բարձր գները։ Դուք տոկոսային հարաբերակցությամբ կարող եք ասեք, այլուք թիվ ասեցիք, 10 դրամով ձեռք են բերում կաթը։ Ինչ տոկոս է ավելանում և գալիս արդեն։ Գիտեք ընդհանրապես յուղմթերքի հանձնման մեջ կան ուրեմն նորմատիվներ, ցավոք սրտի այսօր պես դիմում եմ կառավարությանը մտցնել նորմատիվներ, ուրեմն բազիսային, տեսեք, գործարանները այսօր ունեն իմիջանոց այստեղ շատ դուրս խախտում ենք տեսնում, կաթը յուղացու ձեռք են բերում լիտրով, վաճառում են կիլոգրամով։ Ուրեմն այստեղ քաշի մեջ էլ է տարբերություն տալիս մի կողմով գնորդի։ Երկրորդ, ուրեմն, ասեմ, անշնորհքություն, բան ասեմ, դա է, որ կաթի յուղայնությունը չեմ անում ինչի բազիսային 3.6 է։ Կառավարությունը պետք է բազիսային կաթ, այսօր պետք է կաթը երկու ցուցանիշով եղի, մի կողմից լիտրով, մյուս կողմից յուղայնությամբ։
Հա, յուղայնությունը 3-6 են գրում, բայց ով ասում որ բազիսային է 3-6-ը, բայց 2-2 չի։ Մեր կովկասյան գործի կատակությունը, ուրեմն յուղայնությունը կատի բարձր։ Օգտվելով առույցից 3-6 են գրում։ Կարծում եմ ամեն մի տոկոս յուղի համար պետք է գյուղացիների վճարել։ Նույնը գործության մեջ, ուրեմն 4-7-երի քանակով պետք է գյուղա, ուրեմն տոննա 4-7-երի քանակ։ Եվ ուրեմն նույնը գինեգործության մեջ, ուրեմն խաղի տոննա եւ շաքարային։ 1% շաքարով մենք ունենք 0.62% կոնյակի սպիրտ։ Բայց այդ շաքարայնությունը չի, այստեղ եւ գալիս արտադրության տնտեսությունը։ Այ կառավարությունը շատ լավ ուրեմն այստեղի դեմ է կուսում պայքարել, խնդրում եմ։ Թե չէ տոննա խաղանթորները, երբ որ շաքարայնությունը գրում են 18-ից 25, ինչ է նշանակում։ Եթե 1% շաքարի վեր 0.62% կոնյակի սպիրտ է։ Կարծում եմ, որ ժամանակն է եկել ինչպես կաթի, այնպես էլ գինեգործության եւ պահածագործության մեջ ասնենք օպերատիվ լուրջ հետևողական աշխատանքի, որովհետեւ կամ յուղացուն լավ պետք է վճարել, կամ պետության հարկերը պետք է մուծեն, թող գնան ընտրեն։ Բոլոր այդ կաթերի, տուփերի վրա դրանց անարատ կաթ, մեր սարերից, լեռներից, չգիտեմ որ ջանդամներից, այդպես ասենք բոլորն ասում են բնական է։ Հիմա դա իրավունք ունեն ասելու, երբ որ բնական չի։ Իհարկե խաբեություն է։ Իհարկե չունեն։ Պետք է գրված լինի, ինչ որ գրված է, նայել մեջը լինի։ Բայց ցավոք սա դրա համար բարենի անվտանգության կազմակերպությունների համապատասխան լաբորատորիա, որ վաճառատեղերում կարող է նմուշարոմանի եւ ստուգի։ Ով է արգելի։ Բարենի անվտանգության տեղեկությունը, պետք Չէ, եթե բացահայտվեց, դա խաղկակը կարող է գյուղնախարարությունը դրան դատել։ Երբ որ գրվում է անարատ կաթ, բայց փոշի է իրականում, ինձ այդպես է։ Դա խաղկակա չէ։ Դա գողության մի ձև է, ինչ տալու։ Ինչպես պետք է պատասխանատու։ Ես ասում եմ, դա գողության մի ձև է։ Ինչպես պետք է հայտնաբերվի, եւ հետո, հասկանում ենք որ լաբորատոր, բայց ինչ անենք որ դա արվի եւ մենք հասկանանք, մենք մինչեւ մեզ գա հասնելը։ Ցավոք սրտի ես կարող եմ Ռուսաստանի օրինակը բերել, որ հակաները, ուրեմն սպառողների պաշտպանության հականները ունեին իրավունք, ուրեմն այդ կերտ սպիտակներով ուրեմն աթեթավորը Ռուսաստանում հավաքում են, բերում են կասերի մոտ, այդքան միջակ գումար են ստանում։ Մեզ մոտ հականների տենց իրավունք չունենք տրված, այսինքն հականները պետությանը օգնում են ժողովրդին, որ անվորա կապրակ խանութներում չլինի։ Մեզ մոտ այդպիսի իրավունք ունի միայն բարենի անվտանգությունը, որ կարող է դեղում ստուգումներ անի եւ ասի պիտակին չի համապատասխանում։ Ես ես օրինակը բերեմ, այդ մոտ աբսուրդներ շատ կան։ Կամ այս ստուգումը չի ասում, օրինակը բերեմ 10 տարի առաջ կառավարությունը ուրեմն մի օրենք ընդունեց, Էմիջանը շատ գաղտնի պարլամենտով անցավ, տեսել փաստորեն իմացանք այդ ժամանակ, երբ որ օրենքը ընդունվել է, որ ցորենի սերմացուի վրա կիրառել ավելացած արժեքի հարկ։ Արդյունքը ինչ եղավ, արդյունքը եղավ, որ Հայաստանում ցորենի ցանկատարությունները սկսեցին արագ պակասել։ Երբ որ դիմեցի կախարասպետ ինչ եք, սես հիմար օրենք ընդունել, պատասխանը գիտեք ինչ եղավ, որ հարկային տեսուչներն ու պարենի, ուրեմն ստուգողները ֆիտոսանիտարիական, սերմացուն, ուրեմն պարենային ցորենից չեն տարբերում։ Եկեք հստակ ասենք, եթե մենք ասում ենք սերմացու կամ տկայոտ, դա պետք է լինի ախտանված, այսինքն թունավորված։ Եվ դա պարենի համար երբեք չի, այսինքն Հայաստանի սերմերի մասին օրենքով, եթե հարևանը սերմա վաճառում, պետք է ախտանի նոր տա։ Այդ չեմ ասում երկրից երկիր, երբ որ հասնում է, դա պարտադիր պետք է ախտանված լինի, որ հիվանդություններ հետը չների հարևան երկիր։ Եվ այսօր երկու խեղկատակ չեն կարողանում տարբերել, եկել են աշխատում են, պետական ծառայողը չեն կարողանում տարբերել, սա սերմացու է, թե պարենային ցորեն։ Այսինքն դա առիթ է, մի ձևի, որ մի խումբ մարդիկ կարողանային մանևրել։ Հետո չփոխեցին հետո այնսա։ Փառք Աստծո, վերջին նախարարը փոխեց։ Մտավ կառավարություն հանեցին ավելացած արժեքի հարկը, որտեղ այնքան էլ պակասեցին ցորենի ցանկատարությունները։ Հիմա փառք Աստծո 10-15,000 հեկտարի ավելացել է։ Որտեղ ավելացած արժեքի հարկը հանեց։ Չէ՞ որ ցորենը չեն բերում, սերմացուն չեն բերում վաճառելու համար, բերում են ցանելու համար։
Եվ դա ախտահանված է, որտեղ թույն կա վրա։ Դա պարենի համար պիտանի չի։ Երբ որ առաջ են կարծել Սուրանկյուրը, ուրեմն լոբի են ներկել են սեր բացույի տակ։ Ֆետ աշխատողները չեն տեսնում, որ վրա թույն չկա։ Ուրեմն պարենա չէ։ Եվ այսօր փորձել այս ձևի կադրերով երկիր առաջ տանել իհարկե սխալ։ Ամեն մեկի իր տեղում պետք է անի փորձ։ Գյուղատնտեսության նախարարության դերը եւ դերակատարություն կատարելու այսպես ձևնահանգական այս հարցում։ Որ հարցում։ Թեկուզ այդ կաթի փոշին անարատ կաթի անվան Գյուղնախարարությունը որևէ որոշ ունի, եթե ներկրերը մի բան է, մեզ որպես անարատ կաթ վաճառելը այլ բան է։ Այստեղ բարենի անվտանգության միայն, որտեղ այստեղ ազգաբնակության առողջության հետ է, ինչ կաթի փոշի է ներկրվել, Չեռնոբիլյանը կաթի փոշի է, թե այստեղ շատ խիստ պետք է մտնել, որտեղ ազգաբնակության առողջության հետ։ Մինչև անասնապահպանների վիճակին անդրադառնալը իմ հարցս ես նորից եմ ուզում ձեզ ուղղել։ 110 դրամով գնում են 420 դրամով կաթը վաճառում են։ Գործարանը 130 դրամ։ Փոքրինի 130 է, բայց հետաքրքիր չէ, 5 գործարանը նույն գների մեկը ավել չի ուզում առաջարկի, ընդհանուր պակասացնում է։ Շատ հետաքրքիր տենդենս է։ Մրցակցությունը անկման հետ է, թե բարձրացման հետ է։ Կարծում եմ բարձրացման հետ պետք է արի մրցակցությունը։ Ոչ թե գների անկման հետ։ Սա ինչ է Այսինքն թե որ ցույցատալիս որ երևի թե կաթի փոշից արտադրները ավելի շահութաբեր են։ Եվ այնուամենայնիվ շահույթը շատ մեծ է, թեկուզ մթերված կաթի շահույթը շատ մեծ է, մենք հասկանում ենք նորից Դե այստեղ կան հակամարտիներ, որոնք որ շահույթով զբաղվում են, կարծում եմ, որ բացի ուրեմն հակամենաշտարային հանձնաժողովը եւ համապատասխան կազմակերպություններ կան, որոնք որ դրա համար են ասում, բազիսային կառավարությունը պետք է ընդունի նորմատիվներ, որոնք որ Պահարցայագործության հետ է կապված, գինեգործության, կաթի վերամշակման, միշտ եղել այս նորմատիվները, ինչի են հանել չեն ընդունում։ Շատ բարի, դուք նշեցիք, որ մրցակցությունը գնում է ոչ թե գինը բարձրացնելու, այլ գինը նվազեցնելու ուղղությամբ, սա ինչին կբերի։ Կբերի, որ դրա, որ մենք աշտանակ ունենանք ուրեմն գլխականակի անկում, մեկ գյուղացիքը հրաժարվի անասնապահությունից, երկու եւ երրորդը կարծում եմ, որ տարվա վերջին, եթե այս տենդենսը շարունակվեց, ուրեմն բելոռուսական արտամթերքը արդեն բելոռուսական խառնուրդներում կա, կարծում եմ, որ կհայտնվի եւ ուրեմն մյուս խառնուրդները։ Շատ բարի, գյուղացին գլխականակը կրճատեց, բայց նա վարկերում է տանում։ Դե վարկերի պատմությունը ուրիշ է, մենք այս տարի սպասում ենք, որ շեշտակի կավելանա բանջարեղենի, ճիշտ ավելացել է կարտոֆիլի ցանկատարածությունները, բայց այն ինչքան սպասում ենք, այդքան չեղավ։ Տեսեք, եթե Վարդենիսի տարածաշրջանում մենք ունենք ցանկատարածությունների կարտոֆիլի աճ, Շիրակի գոտում ցանկատարածությունները մնացել են նույնը, բայց կարտոֆիլը պակասել է ցանկատարածությունները։ Արարածան հարկավարի 3 հեկտարով ավելի 300 հեկտարով ավելացել կարտոֆիլը։ Եվ այս տանի կուրենով տեսեք ինչքան մաքրել է, ով էր տեսել, որ այս ժամանակ դինել 200-250 դրամ վաղած կարտոֆիլը, բայց տեսեք սա մեր աշխատանքի արդյունքն է, որ կայունացրել ենք իրավիճակը։ Եվ կարտոֆիլը մենք տեսնում ենք արտահանման ստրատեգիական ուղղությամբ։ Որովհետև եթե 13-14 թվականին մենք կարողացել ենք 45,000 տոննա կարտոֆիլ արտահանել, կարծում եմ դա թիվը հարազատ կարելի է հասնել։ Այսինքն մենք բալանս ենք խախտում, մեզ մոտ կաթնամթերքը, մսի արտադրությունը գնալով նվազում է եւ մենք ոնց որ թե արդեն համակերպվում ենք դրա հետ եւ ալտերնատիվ քայլեր ենք ձեռնարկում կախտում։ Մենք ավելացնում բաժանենք, մենք ավելացնում։ Մենք արդեն համակերպվել ենք կաթի եւ կաթնամթերքի անկման հետ։ Որովհետեւ Հայաստանը արտադրում էր 80-ականների վերջին 30,000 տոննա տոմատի բացում։ Այս տարի 2 տարի մենք երկրում ենք տոմատի բացում։ Չեք զարմանում։ Հիմա փորձում ենք վերականգնել դա։ Դա ուրիշ հարց է։ Կամաց ելի մեր հայրենական տոմատի բացում ունենալ, հետո վերջապես դրանից հետո սկսել արտահանել։ Դա չի նշանակում մենք մեծ քայլերով առաջ ենք գնալ։ Մենք փորձում ենք վերականգնել ինչ ունենք։ Բայց կարտոֆիլագործության մեջ վերջին 12 տարին հետևական աշխատանքը վերցնել, այո, մենք կարող ենք
հաջորդ տարի, եթե լավ աշխատի եւ խանգարողներ չլինեն, ես պատական չեմ ասում խանգարող, որտեղ այսօր Գեղարքունիքի մարզից մեր հականները, որոնք որ մեր մասնաճյուղերը, որոնք որ պատմօգտագործությամբ են զբաղված, արդեն հականների ստուգումներ են անում։ Մեկ տարվա հկայով Գեղարքունիքի մարզում արդեն ստուգումներ են անում։ Թե ինչն է ստուգում, ես ինչքան սերմացու ես բերել։ Աբսուրդ է, սա։ Սա աբսուրդ է, որ սա ես բաների գյուղնախարարությունը 90 կոոպերատիվ է բաներ։ Վաղ այդ կոոպերատիվների վիճակ ինչ է։ Երկիրը ստուգողների համար չի, երկիրը աշխատողների համար։ Եվ այնուամենայնիվ վերադառնանք, քանի որ այդ հարցներն էին ուրվագծել, վարկերի եւ բանկերի պահվածքը գյուղացիների հետ։ Ասեմ, ապրիլի վերջին գիտեք կառավարությունը որոշում ընդունեց 10 միլիարդ հատկացնել, որից հերատար 3 միլիարդ, ինչի գնաց այդ այլ։ Որտեղ բանկերը կարծում են սաբոտաժ էին արել, գյուղացու վարկեր տալ, առաջարկում էին դոլարով, բարձր ուրեմն տոկոսանելիքով, դա պատահական չէ կառավարության այդ որոշումը։ Ինչի դարձը կտրվել է, որ ապրիլի վերջին գումար հատկացնել։ Այսինքն այն վիճակներ, որ գյուղացի չէր կարողանում սիրվածի ձեռք բերել, պարարտային ձեռք բերել, ուրեմն նույնիսկ այդ 1 միլիոն դրամանոց վարկերը Վարդենիսի տարածաշրջանում 3 հոգու էին բաժանում։ Ընդամենը Վարդենիսի տարածաշրջանի բանկի ռեսուրսները 60 միլիոն դրամ։ Այսինքն մի գյուղի դա չէր եղել։ 60 ֆերմեր։ Պատկերացնում եք, ուրեմն ինչ արժանացներ կա։ Եվ այդ քաշքշուկը հետ այդ բանկերի զարմանալի կասկածելի ցուցակներ, ինչ որ սև ցուցակներ ունեն, որ ֆերմերը 3 որ ուշացրել է վարկերով սև ցուցակում է։ Ամենի երաշխավորել է վարկ ստանալու, դա չի տվել սև ցուցակում է։ Biz որ երկրում ենք ապրում։ Ինչ կարող վարում եք նացիստական պետություն, եք սև ցուցակներ են վարկերով։ Կարծում եմ, որ բանկերը ուղղակի չէին ուզում վարկեր տալ, որտեղ հարյուրավոր տերեկանքներ էին ուզում, հետո ասում են գիտես ինչ կա սև ցուցակում ես։ Այսինքն 20 օր տանել բերելուց հետո այդ մարդուն ծախսեր էր անում, ուրեմն գնահատում էր իր գույքը, ինչանես գնահատած սխեմաներ ա ուժը, բանկ ասում է այս տեսներ տար գնահատում։ Բարես մարզում են դեր կամ էստեղ տար ապահովագրի, տեղերդեն է ցույց տալու։ Այս վերջերս մի ծանոթ վարկոմեքենա էր վերցրել, ուրեմն չեմ ասել, որ չասեմ հակառեկլամանում, մի կազմակերպությունը, հետո տեսել էր, որ թանկ են վճարել, տեղափոխել են ինքու Արմենիա։ Վանք այդ տեսու չոսել, ինչ իրավունքում եք տեղափոխել ինք, մենք ձեզ ընդեղ ենք վարկել, ինչ տարբերություն որ տեղափոխել, այդ մարդ իրա մեքենան։ Տեսեք, այսինքն այդ բանկը կապված է այդ ապահովագրությամբ։ Ուղարկում են այնտեղ, որտեղ ձեռք կանգնած։ Նույն այստեղ գնահատում ասում են այստեղ գնա։ Գյուղացին գալի մեզ պատմում են, չէ ինչ են անում ձեռքները։ Տարբեր տեղեկանքներ են ուզում, ես այդ թղթեր են ուզում թղթեր, վերջում ասում են գիտես ինչ կա։ Չէ, դու ես ինչ թվականի 3 օրը վարկը ուշացում ես, դրա համար դու արդեն սև ցուցակում ես։ Իսկ վերահսկողություն չկա։ Դե բանկերի օրենքում չկա այդպես վերահսկողություն, որ կարող ունեն։ Իսկ ըստ պետք է լինի։ Գիտեք ինչ կարող են մի օրենքով ապահովված երկրը, եթե մենք օրենքով ենք ապրում, իսկ տեսեք, ես պատահական չասեցի, եթե երկու աշխատող են, մեկը մաքսայինի, մենուսը, բարենայինի, այդ ֆիտոսանիտարի ագերով են, դեռ կորեկտ չեմ տեսնում, որ դա ախտավված լոբի չի։ Եթե ախտավված չի, ուրեմն պարենա, չէ, բայց որ մեկը պատժվեց դրա։ Այն եթե օրենքի երկրում է, կամ եթե տնկանյութը գալիս է, սերմացի, և լրիվ հավաստագրել է, են եվրոպական, ուրեմն, Եվրոպայի մենք ունենք Եվրոմիությանը համաձայնագիր, որ դրանց փաստաթղթերը Հայաստանի համար 5 են հանդիսանում։ Բայց այդ փաստաթղթերից հետո ինչ տեսնում։ Եթե կեղծիք չկա այդ փաստաթղթերը։ Հասկան սարքաշ չի է, փաստաթղթերը հավաստել վերջացավ։ Այստեղ ասում եմ, պետք է գանք օրենքի դաշտ, և ամենաթույլ տեղը այսօր, որ այսօր գյուղացին այս վիճակում է, միայն և միայն ասել եմ ասել։ Գյուղ մտեք կարտադրողի, օրենքի բացակայությունը, որը բերում է և գյուղացիների թալանի թելադրում են գյուղացուն ես գները, նույնակ բանջարեղենը կանեն, խաղովը կանեն, քանի որ գյուղացին այսօր պաշտպանված չէ օրենք։ Կընդունենք օրենք գյուղ մտեք կարտադրողի մասին, տեսեք չեմ ասում գյուղացի մասին, գյուղ մտեք կարտադրողի մասին։
Դա Երևան բնակի կարողանի, որտեղ ուզել է իր համար բարի ցարիխով վարձի աշխատանք ապահովել։ Գյուղ մտել կարտադրողի մասին օրենքը կտրենք, երկիրը անմիջապես առաջ։ Այդ օրենքի հետ կապված առաջարկությունը մշակում։ Մենք մշակել ենք այդ օրենքը 2 տարի առաջ ուղարկեցինք ազգային ժողով, 3 տարի առաջ։ Հենց քնեց, քանի որ ֆերմեր չունենք ազգային ժողով, ունենք ֆերմերի շահագործողներ։ Բու զուտ ֆերմեր այսօր հողագործ չկա ազգային ժողով։ Շատ բարի, եթե հարց էսպես ուղղենք ձեզ որպես փորձագետի, որպես այս ոլորտի նախաճարտարյալ հանձնարարության։ Երևի հարցը այսպես չձևակերպեմ, բայց եթե դուք վաղը հանկարծ դառնաք գյուղ նախարար։ Շատ բարի, չեք դառնա։ Ինչ առաջին քայլը կանեիք։ Օրենքը։ Միայն օրենք։ Այս օրենքից կսկսենք, սենց ասենք։ Բայ եթե օրենքով ապա, լսեք, 90 կոոպերատիվներ գրանցվեց համաշխարհային բանկի ուրեմն կոմպոնենտով։ Ես միայն ողջունում եմ։ Բայց երբ որ բերում ենք, եւ այսօր այս կոոպերացիան, քանի որ սպառողների ուրեմն հայկոպի տարատեսակի գնացի, այնտեղ տեսեք հասարակ բան ասեմ, ուրեմն 58 միլիոն շեմ է օրինակի համար, չէ՞, որը որ մեկ ֆերմերի համար է նախատեսվել։ Կոոպերացիայում Արևի գյուղում Շիրակի մարզում 80 մարդ օրինակի համար գրանցվեցին այդ կոոպերացիայում։ Այն ամենաստատկած գյուղացիներ տարեկան 1 միլիոնի արտադրանք ունի, դա կանի կաթի, մսի, կարտոֆիլի, կաղամբի, տեսեք 80 մարդ արեց 80 միլիոն։ Այսինքն ինչ ստացանք, որ այս կոոպերատիվը եթե 80 միլիոն տվա արտադրանք ունի, արդեն ավելացած արժեքի հարկի մուծվանը, հա։ Արդյոք այդ օրենքը չկա, իհարկե չկա։ Այսինքն օգտվեցին այն օրենքից, որը որ այսօր անպիտանի է։ Սպառողների միության մասին օրենքից օգտվեցին։ Որ այսօր այդ միավորումը հակասում է։ Երկրորդ խոչընդոտը կոոպերացիա ստեղծվեց, կոոպերատիվի նախագահ պետք է լինի, հաշվապահ պետք է լինի, այնտեղ խմոցներ ջրի պետք է լինի, մի հատ տրակտոր տվեցին, տրակտորից պետք է լինի 4 հոգի աշխատող։ 4 հոգի աշխատողի հետ հարկերը բերվեցի։ Հələ չի ստեղծվել է, բայց արդեն 4 հոգի։ Բայց այդ գումարը որտե՞ղ, բայց չեմ ասում ՀԴՄ-ները պիտի ներդնել բանը, որտեղ պահեստից է, չի ապրանք մասնավորել։ Մի հատ էլ ՀԴՄ պետք է առնել։ Այս շուտ կոոպերատիվը երկու ոտքի կանգնել։ Մեզ մոտ միշտ էլի ռուսական ասացված ասում շևրոտավը վրտ, էլի, իրենք առանց մտածել մի բան անում են, եթե տեսեք ցորենի մասին է, սերմացուին ես մտցվեցին, ավելացած արժեքի հարկը։ Ուրեմն սերմերի ներկրումը իսկ մենք միշտ պետք է սերմաթարմացում անեն։ Դա ագրոտեխնիկական կանոնների պարտադիր, ինչը մեր միավորման ֆերմերների միջին բերքատվությունը 48 տոննա կարտոֆիլ է։ Հանրապետականից 3 անգամ բարձր է։ Որտեղ միշտ տանկանյութը թարմ է, որակով տանկանյութ ունի գյուղացին։ Դրա համար մյուս ֆերմերներից բարձր է մեզ։ Այսինքն ագրոտեխնիկական կանոնները պահպանում ենք, ուսուցումը տանում ենք, տարեկան 15-20 ֆերմեր ենք ուղարկում ուսուցման արտասարան։ Թիմը պահպանում ենք և ընդլայնում ենք։ Անցյալ տարվա տվյալների ասեմ, մենակ Սոտ գյուղը 3 միլիոն դոլարի շահույթ է ստացել։ Կարտոֆիլից միայն 3 միլիոն դոլար գումար է մտել Սոտ գյուղը։ Կարտոֆիլը որտեղ է իրացվել։ Վրաստան, Ռուսաստան, հիմա արդեն Ռուսաստանից ուրեմն մեր մոտ 4 մեքենա է կանգնած ուղարկում են Պոստով։ Արարատյան արտադրից, արդեն սկսել են։ Եվ ռուսները իրենք են խնդրում, որտեղ որակը տեսան, ինչ բարձր որակի արտադրանք են տալի։ Համային հատկանիշները տեսան, որ Լեհաստանի այդ ֆոտո, որ բերում էին իրենց մոտ Ռուսաստանի կարտոֆիլի համել չուներ։ Զարմացել էին մեր կարտոֆիլի համից։ Մեր շուկա հասնում է կարտոֆիլ։ Ասում եմ, ես տարի որ եկա մատչելիա վաղազը, այդ աշխատանքում երեի մենք էլ աշխատանքում։ Շատ բարի, եթե լրագրողներ այլևս հարցեր չունեն, մենք ես շնորհակալություն ձեզ հայտնում, հանգամանալից։ Մեր բնակավարի հաջողությունը մեր ձեռքերում է, ուրիշ ոչինչ։ Չէ, եթե օրենք չկա և նա չի կարգավորում մեր մասնագետներ, պատասխանատու պետությանը ժողովրդի նվիրված անձեր, որոնք իրենց մասին չեն մտածել, կմտածել բնակավարի մասին։ Ես ասել եմ, կասեմ, կառավարությունը պետք է լինի մի մարդ, որը ամեն օր պետք է վարչապետի կռվի ֆերմերների համար։
Այդ ժամանակ ունենա գրաֆիկ։ Կա արդյոք որևիցե հանգույց, որը լավ կարգավորված է։ Մենք խոսեցինք չկարգավորված հանգույցների մասին։ Ասեմ, հացազգիները այս տարի դավիճակում են, պտուղը, բնակլիմայական պայմանները էլի բարեհաջող են, չնայած որոշ ագրարներ նախատեսել էին բանը սակավաճուր տարի, իմիջանից ինչ ասում են հակառակ տարի, մենք միշտ ուրախ ենք։ Էդ լավ է, Սակավաճուր տարի էին նախատեսել, հետո չստացվեց մոտները, ունենք մոտ 1300 հեկտարի կարկտահարության տարածք, որը չի կարող ազդել ընդհանուր բերքի վրա, ասեմ, 3-5%-ով դա ցուցանիշ է, իհարկե Բարամյանը տարածաշրջանում լուրջ հարվածել են դեր, բայց դա ասենք թե 3% կարող է վերացել ընդհանուր արտադրության։ Ծիրանը ունենալու են։ Անպայման ունենալու ենք, դե ասեցի չէ, ագրանները բանալեցին եղավ։ Հենց սկսում են ասել լավ տարի է հակառակ տարինում։ Ցավոք սրտի շատ դժգոհ ենք հակակարգտայինների ծառայության աշխատանքից, ոչ թե ծառայության աշխատանքից, էլ եմ ասում սարքերից։ Ծառայությունը ված չի աշխատում։ Այդ սարքերը ասել ենք ասենք, որևէ պիտանի չեն Հայաստանի Հանրապետության։ Ինչ սարքեր են դրանք, ինչ պետք է լինի, որ Դե Հանրապետության նախագահան հանրականը տվեց, չէ՞ մեկ տարի առաջ անցնենք ցանցային համակարգին։ Սա էլ դեռ չի շարունակվում։ Հենց Հանրապետության նախագահան լավ հասկացավ եւ գիտի, որ ցանցային համակարգը դա երաշխիքն է, որը հետագայում կբերի ապահովության բերքի։ Որտեղ ցանցային համակարգը դա 100%-անի պաշտպան է, 100%-անի էֆեկտիվություն ունի կարգուտի դեր։ Էլ չեմ ասում 3-4 հաշվանով է ծրտարությունն է պաշտպան։ Այ անցյալ տարվա ձյունը, որ եկավ դստել ծաղիկների վրա Սիրանը, եթե ցանցապատվածներ Սիրանի այգիները ցանցի տակնել +2, +3 եւ ծրտարություն չէ։ Դա մեզ երկու է ասում, որ մենք ունենանք դա։ Դե գիտեք ինչ, ասը տարբեր գներ են ասում, մեր ունեցած հաշվարկները դա 1500-ից մինչև $300,000 սահմաններում 1 հեկտարը կարելի է ուրեմն ցանցապատել, այնտեղ կախված այգեր ցանցապատում, դաշտեր ցանցադրիկ, ինչ փականներ ես օգտագործում, թե փայտի, ուրեմն հեներ ես օգտագործում, պատրաստում։ Պետությունը չի ուղղում այս հարցը։ Կարծում եմ, որ այս ուղղությունը պետք է զարգացնենք, որտեղ սա ունի հեռանկար, եւ այդ ցանցները մենք Հայաստանում պետք է արտադրենք, ոչ թե Թուրքիայից պետք է առնենք ամենից։ Ցանցի արտադրություն, շատ պրիմիտիվ բան է, այդ Պարսկաստանում ցանց են արտադրում, մենք չենք կարող արտադրել, մեր մեքենա է։ Դա ինչու չի կարող։ Դե պետք է անենք։ Ուղերները պետք է հասնեն այն աշխարհի, որը գիտի։ Շատ բարի, շատ շնորհակալություն։ Խնդրեմ։ Ես եմ շնորհակալ։